մեծարել նրան եւ հաճախ երբ որ երկրպագության եւ փառաբանության մեջ են հոգիս կարծես ցնծում է, շարժվում է, որովհետեւ գիտե որ Տերը ներկա է, Տերը կենդանի է եւ ես սիրում եմ փառաբանել Աստծո անունը։ Եվ որ պաշտամունքը սկսվում էր մինչև պաշտամունքը սկսելը նկատում էի մարդիկ, ովքեր որ բարձրանում էին եւ երբ որ բարձրանում էին իրաց դեմքերին ժպիտ կար, երբ որ տեսնում էին իրաց հարազատ քույրիկին, իրաց հարազատ եղբորը, հավատացյալ, հա, իրաց եղբայր քույրերին, եկեղեցուն էին տեսնում։ Գիտես, սա շատ լավ բան է, երբ որ մենք տեսնում ենք եւ ուրախանում ենք։ Թվում է իսկապես մի հարազատ բան կա, երբ որ տեսնում ենք իրար, չէ՞, եւ զգում ես, որ այդ ուրախությունը անկեղծ է։ Ինչի համար ենք մտածում են, որ այդքան շատ ուրախանում, ինչի համար է մեր ուրախությունը այդքան մեծ։ Միայն նրա համար, որ իրար տեսնում ենք, ոչ, ես մի բան եմ տեսնում, որովհետև մենք իրար մեջ տեսնում ենք Հիսուս Քրիստոսին, որովհետև մենք տեսնում ենք ավելի կարևոր բան, որ գրավում է մեզ իրար, գիտես ինչա, դա Հիսուս Քրիստոսի կյանքն է մեր մեջ, հալելույա, Հիսուս Քրիստոսի կյանքը քո մեջ է, հավատում ես, քո մեջ կյանք կա, եւ այդ կյանքն է, որ քեզ յուրահատուկ է դարձնում, այդ կյանքն է, որ մարդիկ սկսում են քեզ ուրիշ աչքերով նայեն, եւ այդ կյանքը սկսում է գրավել։ Եվ ուզում եմ այստեղ ինչ-որ մի շարժ լինի, եւ ոչ միայն այսօր քո կողքինին, նաեւ քո հետևինին, քո առջևին նստածին թեքվես եւ ասես, սքանչելի կյանք կա քո ներսում, Հիսուս Քրիստոսն է քո ներսում, հալելույա, հալելույա, հավատքով շարժվի, ուրախացի, քո մեջ կյանք կա, կյանք կա, հալելույա, կյանքը քո մեջ է, փառք ես, ես ասում եմ քո մեջ կյանք կա, Հիսուս Քրիստոս քո մեջ է, ու ավելին ունես քան աշխարհը, կյանք ունես քո մեջ։ Հալելույա, բարդ Տիրոջ։ Եթե եղբայր խմեցի ջուրը շատ լավ է, բայց այս ջրից խմողը նորից կծարավի, բայց այն խոսքը, որ Հիսուս Քրիստոսն է տալի, հավիտենական աղբյուրից խմողը այլևս չի ծարավի։ Այսօր մենք առիթ ունենք նորից խոսք լսելու հավիտենական կյանքի աղբյուրը, որ Աստված ցանում է մեր սրտերի մեջ, հալելույա Տիրոջը, ողջ մարդը տանք Աստծուն։ Գիտես ինչքան եմ սիրում, երբ որ Սուրբ Հոգին սկսում է գործել։ Ես գիտեմ, որ մենք հավատում ենք Աստծուն, ես հավատում եմ, որ մենք շատերս աղոթք ենք անում եւ խնդրում ենք նաեւ պաշտամունքի համար, բայց ես շատ ավելի ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ, որ պաշտամունքի սկզբից Սուրբ Հոգին խոսում է։ Երբ որ տեսնում եմ Սուրբ Հոգին գործում է, նա խոսում է երգերի միջոցով, ամենասկզբից, երբ որ պաշտամունքը դեռ չեն սկսել, երգում են, խոսքը կարծես հիշեցնում էր իր պատգամի մասին։ Երբ որ հայք եղբայրը սկսեց խոսել նորից խոսքի մասին, հետո տեսնում ենք նորից երգերը փառաբանեցին, քո խոսքով ենք մենք ապրում, հա, քո խոսքը մուրճի պես է փշրում։ Ես այնքան եմ ուրախանում, որ Սուրբ Հոգի, մենք պատահականություն չենք։ Մենք ուղղակի չենք գալի այստեղ եւ որոշում ենք այսօր կասենք «Փառք է ժողովուրդ ջան, հալելույա, Տերը ներկա է, եկեք գանք Աստծո ժողովուրդ ներկայության մեջ»։ Ոչ, Սուրբ Հոգին այստեղ ներկա է։ Ես զգում եմ, որ նա խոսում է, նա պատրաստում է եւ այսօր թող իսկապես մեր սրտերը պատրաստի, որ այն խոսքերը, որ խոսելու ենք, մենք հավատանք, որ սա Սուրբ Հոգին է, սա Տերն է եւ նրա խոսքը կենդանի եւ իրական է։ Եկեք նորից ասենք «Փառք է, հալելույա Տիրոջը»։ Հաճախ մենք աղոթքներ ենք անում եւ մի շուրջ խնդիրների շուրջ գալով Տիրոջ առաջ խոսքեր ենք բարձրացնում, Տեր, այսինչ բանի կարիք ունենք, Տեր, մեզ բժշկի, Տեր, այս մարդը թող ապաշխարի, իմ ընտանիքի անդամը թող ապաշխարի, ազգի դարձի համար ենք խնդրում, մեծ խնդիրների համար ենք մենք Տիրոջ առաջ գալի, սրանք շատ լավ բաներ են, որ մենք աղոթում ենք, բայց գիտեք, սակայն մենք չենք պատկերացնում, որ ուղղակի այդպես աղոթելով եւ նստելով, որ մտածենք մի օր Աստված կգործի, այդպես չի սահմանափակվում։ Շատ բաներ կա, որ Աստված կամենում է շարժել մեր կյանքի մեջ, այդ ամենը կախված է մեզանից։ Եթե Աստված ինչ-որ բաներ ուզում է անի մեր կյանքի մեջ, այն կարիքները, որ մենք ունենք, Աստված կարողանա դա անել մեր կյանքի մեջ։ Նորից եմ ասում, այո, Աստված կարողանա։ Շատերը միգուցե չեն համարձակվում ասել, որ Աստված կարողանա։ Եթե Աստված կարողանա շատ բաներ անել, դա կախված է մեզանից։ Գիտես ինչ համար շատ անգամ կախված է մեզանից, որովհետև Աստված իր խոսքում շատ անգամ ասել է, դու կարող ես սա անել։ Նա խոստում ունի մեզ համար, եւ երբեմն մենք այդ խոստումը չճանաչելով նորից գալիս ենք, Տեր, խնդրում եմ, ինձ տուր այս բանը, դու գիտես, ես խեղճ եմ, դու գիտես, ես անօգնական եմ, դու գիտես, ես հիվանդ եմ, բայց գիտես, Տերը տեսնում որ մենք խեղճ ենք, որովհետեւ ես սկզբից ասեցի, որ քո ներսում կյանք կա, ամեն, քո ներսում կյանք կա,
Հիսուս Քրիստոսն է քո ներսում, Աստված ամենակարող Տերը քո ներսում է, դու խեղճ չես, դու դժվար չես, այնքան փոքր չես, որքան կարծում ես։ Գիտես, միտեղ մարդիկ որ ունեն խնդիրների մեջ, նրանք տարակուսում են, նրանք մտածում են, մենք ինչ պիտի անենք, վայ, կորչեցին, բայց մենք խեղճ չենք։ Բայց մենք կորավ չենք, մենք անճար չենք, որովհետև մեր մեջ կա Աստված, մեր մեջ կա կյանք, եւ նա ամեն օր կարող է օժտել մեր կյանքը, հալելույա Տիրոջը։ Ես ասեցի ինչ որ բաներ կախված է մեզանից, ես ինչն է կախված մեզանից, ես ուզում եմ ասեմ, երբ որ Աստված շարժվի, երբ որ համարձակվում եմ ասել, Աստված սկսի օժտել, բժշկել, կյանքեր, նոր կյանքեր արարել, դա կախված է քո խոսքից, քո խոսքի հռչակումից, քո խոսքի իշխանությունից, քո խոսքը դավանելու միջոցով, որովհետև քո խոսքը պիտի սարերը շարժի եւ քո խոսքերը ամեն խնդիրներ, որ կանգնած է մեր առջև, եկեղեցու առջև, պիտի տեղաշարժանի եւ դու տեսնես, որ քո խոսքը ավելի զորավոր է, որովհետև Տերը կանչել է ինձ եւ քեզ կյանք տալու աշխարհին։ Հալելույա, հալելույա Տիրոջը, ես փառք եմ տալի Տիրոջը։ Գիտես, ինչա խոսքը, ես հաճախ մտածում եմ, խոսք, ինչա խոսքը, դա բառը, որ մենք ասում ենք խոսք, եւ միգուցե շատ անգամ այդքան էլ ուշադրություն չենք դարձնում, խոսքեր, բառեր, եւ շատ անգամ բառեր ենք ասում դատարկ, անտեղի, եւ մտածում ենք խոսքերը, ինչ ա եղել։ Խոսքը ընդհանրապես դա այն արտահայտության ձևն է, որ մենք ուզում ենք ցույց տալ ինչ կա մեր ներսում, ինչ կա մեր մտքում։ Եթե մենք չարտահայտվենք, եթե մենք չխոսենք, չի երևա ինչ կա մեր ներսում, ամեն ժողովուրդ ջան։ Ամեն բան երևում է, իր հայտնա գալի, իր հագուստն է ապնում կարծես թե խոսքի միջոցով։ Խոսքն է ցույց տալի այն փաստերը, որ կա մեր սրտի մեջ, մեր մտքի մեջ, առանց խոսքի արտահայտության անհնարին է, որ մենք իմանանք եւ ճանաչենք ինչ կա մեր մտքի եւ մեր սրտի մեջ։ Այո, գիտես Աստված երբ որ սկսեց ամեն բան ստեղծել, ամեն բան արարել, երբ որ մենք իմացանք իր ծրագիրը եւ իմացանք իր կամքը, Աստված այդ ամեն ինչը արեց խոսքի միջոցով։ Աստված այդ ամեն ինչը արեց խոսքի միջոցով։ Եթե խոսքը չարձակվեր Աստծո բերանից, կյանքերը չէին առաջանա։ Կյանքերը չէին ծնվի, ոչ մի բան գոյություն չէր ունենա։ Խոսքը ցույց տվեց Աստծո զորությունը եւ իշխանությունը։ Առանց խոսքի ոչինչ գոյություն չուներ։ Խոսքը արտահայտեց այն, ինչ որ Աստծո մեջ կա։ Խոսքը արտահայտեց Աստծո կամքը։ Խոսքը ցույց տվեց Աստծո մեծությունը, նրա զորությունը եւ խոսքը արարեց կյանք ամեն խոսքի միջոցով։ Նայեք խոսքը որքան կարևոր բան է, եւ շատ անգամ ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, որ տարիներ շարունակ գալիս են եւ ասում աղոթի նրան, ես աղոթում եմ, չգիտեմ ինչա կրկնում, բայց ես աղոթում եմ։ Ես չգիտեմ մարդը աղոթում է թե չէ։ Խոսքը սա պարգև Աստծո կողմից եւ ավելի եկեղեցին ավելի խոսքի իշխանություն ունի, խոսքի զորություն ունի։ Գիտես, միայն խոսքը չվերջացավ նրանով, երբ որ Հռոմեացիս 9-ի մեջ ասում, 10-ի մեջ ասում է, որ սրտով հավատում ես արդարանալու եւ բերանով դավանում ես փրկվելու համար։ Սա շատ կարևոր բան է, հավատքը եւ նաեւ խոսքը, չէ՞։ Եվ սա միայն փրկության համար չէ, վերջացավ գնաց, մենք փրկված ենք, թե փրկությունը դժվար բան է եւ այս երկու բաները կարևոր են, հավատքը եւ խոսքը, բայց մենք մի բան պիտի հասկանանք, որ մենք պիտի շարունակենք հավատքի մեջ գործեր անենք, հավատքի մեջ կյանքեր արարենք, ինչի միջոցով, հավատքի եւ խոսքի միջոցով, ամեն, հավատքի եւ խոսքի միջոցով։ Քո խոսքը Աստծուն արտոնություն է տալի, որ նա շատ անգամ փոփոխություններ առաջացնի կյանքի մեջ, ամեն։ Քո խոսքը արտոնություն է տալի, որպեսզի Աստված շարժի իր զորությունը։ Քո խոսքը արտոնություն է տալի, որ Աստված մարդկանց անձերը բժշկի։ Քո խոսքը արտոնություն է տալի, որ մարդկանց մեծ հրաշքներ լինի։ Քո խոսքը իշխանություն եւ զորություն ունի։ Հալելույա Տիրոջը։ Ես հավատում եմ, որ երբ որ դու հավատքով արձակում ես այն խոսքը կարող է կյանք ծնել։ Խոսքը կարող է մարդկանց կենդանացնել, խոսքը կարող է նորոգել մարդկանց անձերը, որքան անգամ մենք խոսքեր ենք ասում, որ նույնպես զորություն ունի, բայց դա կյանք չի տալի, այդ մարդը տալիս մարդկանց, խոսքը ուժ ունի, հավատա, խոսքը զորություն ունի, եւ Իրանի այն մարդուն, ով իսկապես իր մեջ ունի կյանքի խոսքերը, Քրիստոսի խոսքը, կենդանի խոսքը, կենաց խոսքը, եւ այն խոսքը, որ հավատքով դուրս է գալի, նա կյանք առաջացնելու, նա կենդանացնելու է, մարդիկ փոխվել են, եւ դու ասես, ով ես ոչ, այն հոգին, այն կյանքը, որ քո ներսում է գնում։ Հալելույա։
Սուրբ հոգի արարչագործ է։ Աստծո խոսքն ասում է Սաղմոս 104:30 հոգին ուղարկում ես եւ ամեն բան ստեղծվում է։ Հոգին ուղարկում ես ամեն բան ստեղծվում է։ Աստված ամեն բան արարեց խոսքով եւ Սուրբ հոգին գործեց եւ ամեն բան ստեղծվեց։ Աստծո Սուրբ հոգին այսօր ապրում է իմ ու քո մեջ։ Տիրոջ հոգին իմ ու քո մեջ է, հալելույա, եկեք ասենք, Տիրոջ հոգին իմ ու քո մեջ է, Աստված բնակվում է իմ ու քո մեջ, դավանիր սա, տես Աստծո մեծությունը, դու փոքր չես, ասա ինձ, ասա քեզ, ով եմ ես, դեր քո առաջ, ես ով ես դու Աստծո որդին ես, դու Աստծո դուստն ես, դու Աստծո եկեղեցին ես, նա ում մեջ բնակվում է կենդանի Աստված, նա ում մեջ բնակվում է Սուրբ հոգին, արարչագործ հոգի, սա նշանակում է, երբ որ դու արձակում ես խոսքը, երբ որ արձակում ես կյանքի խոսքը, Սուրբ հոգին սկսում է ճեղքել, քարացած սրտերը ճեղքել, այն մարդիկ, որ չեն ապաշխարում, հիվանդությունը, որ չի բժշկվում, ցավը, որ չի լավանում, բայց քո խոսքի մեջ ուժ եւ զորություն կա, որովհետեւ խոսքը կարող է ազդել ամեն մեկի վրա, որովհետեւ Սուրբ հոգին արարչագործ է, հալելույա Տիրոջը։ Ես ուզում եմ, որ դու հավատաս, որ քո խոսքը ավելի մեծ զորություն ունի, իշխանություն ունի ֆիզիկական կյանքերի վրա, հոգևոր կյանքերի վրա, քան այս աշխարհի իշխաններին, ամեն, ամեն, ամեն ժողովուրդ, ամեն, արդյոք տեսնում ես, որ քո խոսքը ավելի զորավոր է, քան աշխարհի իշխանները, նրանք կարող են վախեցնել, նրանք կարող են ինչ-որ բաներով ազդել օրենքներով, բայց դու քո խոսքը իշխանություն ունի թափանցելու միջև մարդու սիրտը եւ մարդու հոգին։ Հալելույա Տիրոջը։ Տարիներ առաջ երբ որ մի անձնավորության խոսում էի, Տիրոջս որ հետ զրուցում էի եւ Աստծո խոսք էի խոսում, մի փոքր համառություններ կար եւ զգում էի, որ իսկապես ինչ որ բաներ, որ Աստված իսկապես պատրաստում է։ Չգիտեմ ինչու, սա մարգարեական խոսք չէ, Աստված ինչ չասեց ուղղակի, բայց ես մեջ զգում էի Աստծո հավատքը կա։ Ես իրան մի բան ասեցի։ Դու կտեսնես, որ մի օր դառնալու ես Աստծո զավակը։ Ես հավատում եմ, որ դու մի օր հավատացյալ ես դառնալու։ Ես հավատում եմ, որ դու ապաշխարելու ես։ Ես չգիտեմ ինչպես դա ասեցի, բայց իմ ներսում հավատ կա։ Ես ուղղակի հավատքով դավանեցի այս խոսքերը։ Նա մի պահ կանգնեց, նայեց իմ աչքերին եւ վերջապես անցավ գնաց այդ ժամանակը։ Անցավ մի քանի տարիներ։ Ես տեսա այդ կնոջը եւ հարցրեցի ինչպես է անկերս Ռուսաստանում եւ այլն։ Եվ գիտես ինքը ինչ ասեց, ուզում ես քեզ մի բան ասեմ, ասա։ Հիշում ես այն օրը, որ դու կանգնեցիր եւ ասեցիր, ես հավատում եմ, որ դու հավատացյալ ես դառնալու։ Ես այսօր դառել եմ հավատացյալ։ Ես Աստծո զավակ եմ դարձել։ Ես գնում եմ եկեղեցի, արդեն 1 տարի է ես հաճախում եմ եկեղեցի։ Հալելույա, փառք Տիրոջ, հալելույա, սա կյանք է, խոսքը ունի իշխանություն ամեն ժողովուրդ։ Եկեք ասենք փառք ես դեմ։ Ինչ ասեցիր քո կողքինին։ Ինչ ասեցիր քո կողքինին։ Քո մեջ կյանք կա, արտասովոր կյանք կա, ամեն։ Քո մեջ կյանք կա, կյանքը, ինչպես պիտի դուրս գա միջոցով, խոսքի միջոցով, Սուրբ հոգին այստեղ է, եւ գիտես, երբ որ դու խոսքեր ես լսում, Սուրբ հոգին սկսում է գործեր անել, Սուրբ հոգին սկսում է նորոգել, Սուրբ հոգին սկսում է կտրել, Սուրբ հոգին սկսում է բժշկել։ Ես երբեմն ասում եմ, գիտես, ուզում եմ մեր աստվածաբանությունը փոխվի։ Դու մի մտածեք, որ հետո մենք վերջում կանենք աղոթքի Տեր բժշկիր մեզ։ Հենց հիմա որ դու նստած ես նրա կենդանի ներկայության մեջ, խոսքը աշխատում է քո կյանքի մեջ, ամեն։ Խոսքը գալիս է քո սրտի մեջ, եւ Սուրբ հոգին արարչագործություն անում։ Հալելույա, եկեք ասենք փառք ես Տեր։ Ես սիրում եմ մեր Աստծուն, նա շատ լավն է, նա արարող Աստված է։ Խոսքը մեծ ազդեցություն ունի աշխարհի վրա։ Գիտեք, որ աշխարհը շատ բաներ է խոսում, մարդիկ շատ բաներ են խոսում, բայց ես մի բան եմ տեսնում, որ հավատացյալի խոսքը ավելի մեծ ազդեցություն ունի, քան սովորական մարդկանց խոսքը։ Ամեն։ Թե միգուցե շատ անգամ ասում են դատարկ բաներ, սխալ բաներ եւ մարդիկ հավատալով դա էլ իրաց ազդեցություն ունեն, բայց ես խոսում եմ դրական բաների համար։ Ինչի, որովհետեւ Հիսուսը մեզ կանչել է, որ մենք կյանքի խոսքեր ասենք մարդկանց, ամեն։ Աստված չի կանչել մեզ
որպեսզի մենք ուղղակի փորձենք շատ պատմություններ խոսենք։ Արհեստավարժելու մարդկանց պատմենք Հիսուսի մասին։ Աստված մեզ մի բանի համար է կանչել, որպեսզի մենք մարդկանց կյանք տանք։ Եկեղեցին այսօր ունի այդ իշխանությունը, հավատացյալ քույր եւ եղբայրը ունի այդ իշխանությունը, որովհետեւ Տիրոջ հոգին ապրելով եկեղեցու մեջ, այսօր մենք կարող ենք մարդկանց կյանք տալ, Աստծո կենթանի ներկայությունը, Աստծո խոսքի զորությունը մեր մեջ եւ վերջապես, երբ որ մենք հասկանում ենք, որ ավետարանն ասում է, որ ավետարանը Աստծո զորությունն է, մենք մի բան գիտենք, երբ որ խոսում ենք հավատքով, խոսքը զորություն ունի փոխելու մարդկանց կյանքերը, թող փառավորվի Տիրոջ անունը, որովհետև Աստված քո խոսքի միջոցով փոփոխություն պիտի առաջացնի։ Այո, իսկապես մեզանից ամեն մեկը կանչված ենք մարդկանց համար լինելու օրհնության պատճառ, մարդկանց համար լինելու բժշկության պատճառ, հռչակելու Աստծո խոսքը, դավանելու, որ Հիսուս Քրիստոսի արյունով դու բժշկված ես, ասելու, որ նրա վերքերով դու բժշկված ես, ասելու, որ Հիսուսի անունը իշխանություն ունի իսկապես քո կյանքը փոխելու։ Աստծո անունը կարող է քեզ ազատագրել քո ամեն խնդիրներից։ Եվ գիտես, երբ որ մենք խոսում ենք Աստծո խոսքի զորության մասին, երբ որ խոսում ենք, որ խոսքը զորություն ունի, Հիսուսը դա նույնպես ասեց իր աշակերտներին։ Որովհետև կարծում եմ, որ աշակերտները մտածում էին, թե ինչ է աղոթում Հիսուսը, որ բառերով է խնդրում Հորը։ Այդ ինչ գեղեցիկ բառեր է, որ Հայրը քեզ լսում է ու քո աղոթներին պատասխանում է։ Սովորեցրու մեզ այդ աղոթքը։ Ասա ոնց աղոթենք։ Բայց տեսնում եք, որ Հիսուսը խոսքեր էր ասում, ուսուցումներ էր տալի, որ ընդհանրապես կապ չուներ ուղղակի աղոթքի բառերի հետ։ Եկեք երկու նմանատիպ խոսք տեսնենք, որ Հիսուսը ասեց իր աշակերտներին երկու տարբեր հրաշքներից հետո։ Մեզ թվում է թե սա նույն հրաշքն է, եւ Աստված ասում է նույն հրաշքից հետո, բայց սրանք տարբեր երկու խոսքեր են։ Ավելին երրորդը կկարդամ, որ մենք տեսնենք, որ Աստված տարբեր տեղերում խոսում է, որ խոսքը դավանելը, խոսքը ասելը մեծ իշխանություն ունի մարդկանց վրա եւ շատ բաների վրա։ Մարկոս 11:23-ը Միջև ընթերցել այս համարը, ուզում եմ պատմել այս դեպքը, երբ որ Հիսուսը քայլում էր աշակերտների հետ, սովածած էր եւ կամենում էր ինչ-որ մի բան ուտել։ Թզենից կամեցավ բան փոխել, տեսավ, որ ընդամենը տերևներ են։ Եվ խոսքով ասեց եւ ամեն բան չորացավ։ Հաջորդ օր առավոտյան երբ որ ասում էր, դեռ Պետրոս ասեց, «Տեր, նայ արմատից չորացավ ամեն բան»։ Խոսքով ասեցին եւ ամեն բան չորացավ։ Եվ Տերն ասեց, «Աստծո հավատ ունեցեք», եւ սրանից հետո այս խոսքերն ասեց, որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ ինչ անե խնդրե, ով որ խնդրե, ինչ ասեք, ասեք, Աստծո խոսքը նայեք, Սարին ասեք, չի ասում Աստծուն ասեք, կա ժամանակ, որ մենք պիտի գանք Աստծո առաջ, մենք վերջում խոսենք դրա մասին, պիտի գանք մեր ծածուկի մեջ, գանք խնդրենք Աստծուն, բայց այնտեղ երբ որ հավատքով զորանում ենք, ժամանակ է գալի, որ դու պիտի իսկապես Աստծո խոսքով ասես, Սարին ասեք, վեր կաց եւ ծովը ընկիր, եւ իր սրտումը չերմտի, բայց հավատա, թե ինչ որ ասում է, երկրորդ անգամ ասում, ասե, խոսքը, ասե, կլինի նրան, եւ երրորդ անգամ ասում, կլինի ինչ որ ասե։ Երրորդ անգամ է տեսում, եք ուրիշ թարգմանության մեջ ասում է, եւ Աստված կկատարի դա նրա համար։ Եվ Աստված կկատարի դա նրա համար, ինչպես, երբ որ խոսքը արձակում ես, խոսքը երբ որ արձակում է, այն զորություն ունի, երբ որ հավատքով արձակված խոսքը, ինչ խնդիր լինի, դա լինի սար, դա լինի պատ, դա լինի չգիտեմ ամրոց, դու արձակում ես մի բան իմացի, որ Սուրբ Հոգին սկսում է շարժվել, Սուրբ Հոգին սկսում է քանդել, Սուրբ Հոգին սկսում է ամեն հակառակ բաները ավիրել, Սուրբ Հոգին մենք մի քիչ առաջ երգում ենք մուրճի պես խոսքը, հա, մուրճը, գիտեք ինչքան հզոր Տիրոջ մուրճը, դա կապատից ավելի հզոր է, երբ որ հարվածում է ապարաժները, ապարաժսատերը անգամ շրջում, երբ որ ամեն բան հակառակ անես, ինչ կարող ենք անել, Տեր օգնի, Տեր տեսնում ես, ես չեմ լավանում, Տեր ես դեղերը, ես ինչը, չէ, դու խոսք ունես, Հիսուս Քրիստոսի անունով ես ընդունում եմ իմ բժշկությունը, նրա վերքերով ամեն, ես բժշկված եմ, խոսքը իշխանություն ունի, ոչ միայն ուրիշի վրա, քո վրա, իմ վրա, ինչի, որովհետև մեր մեջ կյանք ունենք, եւ երբ որ դու խոսքը արձակում ես, կյանքը դուրս է գալի։ Սուրբ Հոգի սկսում է արարել, Աստծո զավակ, Տիրոջ հավատացյալ, ես քեզ ուզում եմ մի բան ասեմ,
որ Աստված սկսում է արարել քո խոսքի միջոցով։ Ամեն։ Աստված սկսում է արարել քո խոսքի միջոցով։ Դուք այստեղ եք կենտրոնում նստած մարդիկ, Աստված սկսում է արարել քո խոսքի միջոցով։ Երբ այն ասես մի տխտում արի Տիրոջ առաջ, Տիրոջ հոգին քո մեջ է, Աստված քո մեջ է։ Երբեմն ես նայում եմ մարդկանց նրա տրտնում երեսներին, իրաց աղոթներին, Տեր, իրաց Հիսուսը մահացել է երևի, իրաց Հիսուսը մեռել է երևի, այնքան հույսը կտրված, ամեն բան մեռած, ինչու աշխարհն էլ իր հույսը կորցնի, որ հիվանդություն ունե, վերջ ամեն բան վերջացավ, հավատացյալն էլ իր հույսը կորցնի։ Ոչ, ես ասում եմ, քո համար կմիրաբանվեմ ես, այսօր, ես կողմով եւ աղոթքով կգամ քո խնդիրի համար։ Ես կկանգնեմ քո հիվանդության համար։ Երանի գիտես ինչ-որ մեկ իմ խնդիրի համար, կանգնի ծոմապալիությունը, ասի արի աղոթենք։ Դա իրավունք չունի, մենք ասում ենք հոգեկարստական եկեղեցու են պարգևները, շնորհները, զորությունները, բժշկությունները, ուր է քո հավատքը, որ ասես խոսքը արձակես, եւ Սուրբ Հոգին սկսի ուղղել, Սուրբ Հոգին սկսի արարել, Սուրբ Հոգին սկսի հրաշք գործել, մեր Աստված կենդանի է, մեռաշի, մի այդպես թերահավատությունով նայի, մեր Աստված կենդանի է, ամեն, մեր Աստված բժշկող է, այս դարի Աստվածը նույնպես բժշկող է, Աստծո զորությունը չի վերջացել, նա չի հոգնել, նա չի թուլացել, նրա կյանքը չի վերջացել, խոսքը ստեղ է, թող քո սրտի մեջ, շատ զորավոր է, Սուրբ Հոգին ճեղքում է, փշրում է, մուրճի պես հարվածում է, բավական է, խոսքը ուղղակի կապնի քո սրտի մեջ, եւ Սուրբ Հոգին սկսելու է արարել, բժշկել, նորոգել եւ նոր կյանքեր առաջացնել, հալելույա Տիրոջը, ես սիրում եմ Տիրոջը եւ ուղղակի երբեմն լացում եմ եւ ասում եմ Տեր, ես սրա համար կարիք ունեմ լացելու իմ հավատքը ուրիշ ոչ մի բան։ Տիրոջ համար կարիք չկա, գիտես այսօր ընդհանրապես լինելու շատ անունով եկեղեցիներ, ինչպես կոչվի վերնատուն, ինչպես կոչվի Աստծո ժողովուրդ, ուղղակի հովիվներ լինեն, ուղղակի ծառայողներ լինեն, շատ ծառաներ լինեն, մի բան ասում։ Սրանք շատ կարևոր է, եկեղեցին կարևոր է, Տերը խոսում է եկեղեցու միջոցով, եկեղեցին նա երկրի ներկայացնում Աստծուն, բայց Տերը մի բան ասում է մեջ տեսնի։ Գիտես ինչը, քո հավատքը կենդանի, որ պիտի արձակի կյանքի խոսքը, որ երբ որ դու ինչպես այն կնոջը տեսա ասեցի, դու դառնալու ես Աստծո զավակ, ես անգամ չիմացա ինչպես այն կյանքի խոսքը արձակեցի, նմանապես երբ որ մարդիկ հուսահատ գալիս են կանգնում են, դու չասես այդպես էլ կլինի, ինչա քո դիագնոզը, ասում են այդ դիագնոզով մարդիկ ավելի են վատանում, բայց ասում եմ Հիսուս Քրիստոսի անունով մերժեմ բժիշկների տված ամեն դիագնոզները եւ ասեմ, որ ես Հիսուս Քրիստոսի վերքերով բժշկված եմ ամեն, ես ուզում եմ կտրվել այդ դերներից եւ գիտեք շատ անգամ մենք խոսում ենք ծխախոտից ազատվի, խոսում ենք խմիչքից ազատվի, բայց բաներ կա, որ մեր մեջ նույնպես կապվածություն է, մենք մտածում ենք դերերը պահում են մեր կյանքը, դերերը պահում են մեր կյանքը, շատ լավ է, ես չեմ ասում մի գնա բժշկի մոտ, բայց դու ավելի լավ բան ունես, բայց դու քո մեջ կյանք ունես, դու քո մեջ զորություն ունես, դու քո մեջ խոսք ունես, խոսք, որ կարող է բժշկել, խոսք, որ կարող է ոսկորները կենդանացնել, քեզ եկել, ինչ ասես Տերը, գնա, մեռած ոսկորներ են այնտեղ ընկած, եւ մի բան ասա, կենդանացեք, ոսկորները կպան իրար, հետո ինչ եղավ, տեսնում եք ջղերը եկավ, հետո ինչ եղավ, տեսնում եք մաշկը եկավ, հետո ինչ եղավ, հոգի եկավ նրա մեջ, կյանք ծնվեց, ինչի, որովհետև երբ որ դու խոսք ես արձակում, Աստված սկսում է արարել, հալելույա, Աստված միայնակ չի գործում, նա ամեն բան երկրի վրա անում է, իր եւ քո միջոցով, արձակի քո խոսքը, մի պահիր խոսքը, որովհետև խոսքի մեջ ուժ եւ զորություն կա, եւ ասեք փառք ես Տեր, քո խոսքի համար, քո խոսքի զորության համար, քո խոսքերը այսօր ես հավատում եմ, մենք վերջում աղոթելու ենք եւ Հիսուս Քրիստոսի անունով, մենք կանգնելու ենք մեր ազգի համար, մենք կանգնելու ենք այսօր մեր հիվանդությունների համար, շատ խնդիրների առջև, եւ սար ասել ենք հերու, դուրս գնա, հեռացի, մենք Հիսուս Քրիստոսի անունով խոսք ենք արձակում եւ հավատում ենք, որ Տերոջ խոսքը զորություն ունի ամեն բաների վրա, հալելույա։ Հաջորդ խոսքը, նույն խոսքի նման, Մատթեոս 17:6-ը, երբ Հիսուսին մոտիկացավ լուսնոտի հայրը եւ ասեց, որ քո աշակերտներին մի բան խնդրեցի եւ չարեցին դա, հա, չկարողացան դա անել, եւ տղան շատ անգամ տեսնում են, որ ընկնում է գրաֆերի ջրերի մեջ, վերջապես դիվար մեկն էր, ուզում էր հայրը, որ նա բժշկվեր եւ հետաքրքիր է Հիսուսը խոսքով ասեց եւ այս անձնավորությունը բժշկվեց,
երեկան աշակերտները ասեցին, ինչի անունը չկարողացան բժշկվել։ Մատթեոս 17:6-ը, որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, նախ ասեց ձեր թերահավատության պատճառով, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատի չափ, ուզում եմ քեզ նոր մի բան ասեմ։ Գիտես մեկ ուրիշ թարգմանության մեջ ասում է մանանեխի եթե հատիկի չափից փոքր է հավատ ունենաս։ Եթե մանանեխի հատիկի չափից փոքր է հավատ ունենաս, այսինքն եթե կա հավատ, եթե հավատ կա կենդանի, եթե մանանեխի հատիկի չափ, հավատ ունենաք այս սարին, սրանք նույն բաները չեն։ Հիսուսը մեկ ուրիշ տեղ ասում է այս պատմությունը։ Հիսուսի ուսուցման մեջ սա կա, սա Հիսուսի վարդապետությունն է, ասա, խոսքով ասա, աղոթքները միայն ուղղակի խնդրվածքներ չեն։ Մենք պիտի կանգնենք եւ խոսքը արձակենք եւ այստեղ ասում է Հիսուսը, ասա սարին, այս սարին կասեք փոխադրվի եւ այստեղից այնտեղ եւ նա կփոխադրվի եւ հաջորդ խոսքը ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար։ Ոչինչ անկարելի չի լինի ում համար ձեզ համար։ Մեզ համար, որովհետև խնդիրը մենն է, որովհետև մենք ենք խնդիրների առաջ կանգնած։ Օ, Տեր, ես ինչ բաներ ա կատարվում, մենք լուրեր ենք լսում։ Ես ինչ բաներ ա կատարվում, հələ նայեք, տեսեք, այնտեղ երկրաշարժերը, նայեք այնտեղ այս մարդուն չգիտեմ ինչ պատահեց, նայեք այստեղ ինչպես ավտովթար եղավ։ Ես քեզ մի բան եմ ուզում ասեմ։ Մենք ավելի մեծ պատասխանատվություն ունենք Աստծո առաջ։ Մենք միայն չենք կանգնում մեր խնդիրների եւ մեր ողջերի առաջ։ Դու պատասխանատու ես ամբողջ աշխարհի համար, ամբողջ իրադարձությունների համար։ Շատ անգամ իրանք չեն մեղավոր։ Մենք ենք որ չենք կանգնում եւ փոխանակ որ ձեռներս դնենք գլխին, ասենք բայ աման ինչ եղավ, կանգնենք Հիսուս Քրիստոսի համար եւ շատ բաներ իսկապես Հիսուս Քրիստոսի անունով հեռացենք։ Եթե այսօր երիտասարդները այո ազգը գնում է երկրից, եթե այսօր լքում է մեր երկրից, սա խոսում է որ մեր երկրի վիճակը վատ է։ Սա խոսում է որ իսկապես ինչ որ բան մեր երկրի մեջ կա որ վատ է։ Ով պիտի կանգնի կառավարությունը չի կարող այս հարցը լուծել։ Մարդիկ չեն կարող լուծել, գումարները չեն կարող լուծել։ Մենք ուզում ենք իսկապես սոցիալապես երկիրը շատ լավ լինի, բայց ես եւ դու ենք որ պիտի կանգնենք սարի առջև եւ Հիսուս Քրիստոսի անունով հեռացնենք, Տեր ներիկ, Տեր ծածկիր, շատ անգամ է ժողովուրդը չի հասկանում, խնդրում են քո ողորմությունը, բժշկիր մեր երկիրը։ Մենք պիտի կանգնենք եւ իսկապես հռչակենք Աստծո օրհնությունը, Հիսուս Քրիստոսի օրհնությունը մեր երկրի վրա եւ ասենք իսկապես Տերը կարող է չորացած անապատը ծաղկած այնքի դարձնի։ Նա կարող է օգնել այս երկիրը, այնպես օգնել, որ շատ-շատերը ապաշխարեն, ազգը ապաշխարի եւ ոչ թե իրաց հույսը դնեն Ռուսաստանների կամ ուրիշ ազգերի վրա, այլ հույսը դնեն կենդանի Աստծո վրա։ Ես նորից եմ ասում, քո խոսքը իշխանություն ունի հեռավոր բաների վրա։ Խոսքը արձակիր եւ կտեսնես, որ այսօր եկեղեցին ա որ իր խոսքով երկրի վրա շատ փոփոխություններ անում։ Խոսքը հավատքով արձակի եւ Աստծո խոսքն ասում, ոչինչ անկարելի չի լինելու քեզ համար։ Փառավորվի Տիրոջ անունը։ Հաջորդ համարը թեև հրաշքից հետո չէր, բայց Ղուկաս 17:6 Երբ Հիսուսին հարցրեցին առաքյալները, այսինքն խնդրեցին, որ Տեր, մեր հավատքը ավելացրու, Հիսուսը նորից նմանատիպ մի խոսք ասեց. Եթե մանանեխի հատի չափ հավատ ունենաք, թզենուն կասեք, պոկվի, մյուստեղում ասում է քո արմատներից եւ ծովի մեջ կրկվիր, եւ Աստծո խոսքն ասում է նա պիտի հնազանդվի քեզ։ Ով ես դու? Ոչ թե որ մեզ է հնազանդվում, այո, մենք տեսնում ենք, որ խնդիրները հնազանդվում են Տիրոջը, կենդանի Աստծուն, որ բնակվում է մեր ներսում, դու ասում ես խոսք, եւ մինչեւ վերջը միգուցե չհասկանանք ինչ է այս խոսքը, բայց մի բան ենք տեսնում, ինչ որ բան արձակվում այս խոսքի միջոցով, ինչ որ բաներ սկսում է փոխվել այս միջոցով, որովհետեւ դու արձակում ես Աստծո անունով իշխանություն, որովհետեւ դու արձակում ես կյանք, դու արձակում ես օրհնություն, դու արձակում ես բժշկություն, եւ մի բան ես տեսնում, որ բժշկվում են մարդիկ, օժտվում են մարդիկ, կյանքերը փոխվում է, ապաշխարում են, իրավիճակները փոխվում են, փորձությունները վերանում են, ինչի միջոցով, քո խոսքի միջոցով, որովհետեւ ես իմ ներսում ունեմ կյանքը, եկեք ասենք ամեն, մենք ունենք Քրիստոսի կյանքը, Տիրոջ հոգին քո մեջ է, որպեսզի այսօր արարի, դու կարող ես իսկապես հրամայել սարին եւ ամեն բան կհնազանդվի քեզ։ Խոսքի մեջ զորություն կա, խոսքի միջոցով մենք Աստծուն միշտ տալիս ենք,
շարժվելու, գործելու այդ արտոնությունը։ Աստված ամեն բան կարող է անել առանց մեզ։ Մենք մտածում ենք Աստվածը կխնդրենք կանի, շատ լավ է, բայց նոր կտականում մենք տեսնում ենք, որ Աստված մի բան տվեց եկեղեցուն, որ դա պիտի արվի խոսքի իշխանության միջոցով, որ դա պիտի անի խոսքի դավանանքի միջոցով, առանց խոսքը արձակելու անհնարին է երկրի վրա շատ բաներ փոխվեն, երկրի վրա շատ ծրագրեր, Աստծո ծրագրեր, Աստծո շատ նախասահմանած ծրագրեր, Աստծո կամքը չի լինում, չի կատարվում, պատճառը գիտես ինչն է, պատճառը ոչ թե աշխարհն է, պատճառը որովհետև մենք ենք։ Պատճառը որովհետև մենք չենք հավատքով խոսում դա, հավատքով արձակում դա, հավատքով հեռացնում ամեն խնդիրները։ Աստված կարող է փոխել ամեն իրավիճակները, եթե լինեն մարդիկ, ովքեր կկանեն Հիսուս Քրիստոսի անունով եւ խոսքը հռչակեն այս աշխարհի մեջ, կդավանեն եւ կտեսնեն, որ իսկապես խոսքը փոխում է ամեն բան մեր շրջապատի մեջ։ Հալելույա Տիրոջը։ Սուրբ Հոգին հզոր ձևով ուզում է գործի եւ դա պիտի արվի մեր խոսքի միջոցով։ Երբ որ Մարիամը Ելիսաբեթին հանդիպեց, Ելիսաբեթին ինքան ասեց, գիտես ինչ, երբ որ բարև տվեց, հետաքի առաջին խոսքեր ասան, սա ինչ տեղից է ինձ, այս խոսքը, գիտես ինչ ասեց, սա ինչ տեղից է ինձ, այս խոսքը, որովհետև ասեց իմ ներսում մանուկը շարժվեց, քո խոսքի մեջ անգամ քո բարևի մեջ կյանք կա, հավատում ես, քո բարևի մեջ, քո խոսքի մեջ կյանք կա, ով է հավատում սրան, որ իր խոսքի մեջ կյանք կա։ Եթե բարև ես տալի չի ընդունում, ասում քո բարևը քեզ հետ դառնա, չէ՞, բայց քո բարևը օգնություն, ամեն մի խոսքի մեջ կյանք կա։ Այսօր աշխարհը փոխել է, ասա բարևը ասումն է, բարև տան, բայց ուզում եմ ասեմ ամեն բարև չի, որովհետև երբ դու բարև ես տալի, իսկապես մի բան Աստծո օգնությունն ես կամենում, Աստծո բարիքն ես կամենում։ Քո բարևի մեջ կյանք կա, ամեն մի խոսքիդ մեջ ինչ կա, սորություն կա, բարևով ինչ եղավ, շարժվեց նրա մեջ ամեն բան, երբ որ դու խոսք ես արձակում, որի մեջ կա հավատ, շարժվելու է մարդկանց հետ շատ բաներ, կոտրվելու է շատ բաներ, փոխվելու է շատ բաներ, մարդիկ ասել են դու խոսում ես իմ մեջ ինչ-որ բաներ է կատարվում, այդ ինչ է, այդ ինչ հրաշք է կատարվում, որտեղ դու քո խոսքերի մեջ ինչ-որ սորություն կա, քո խոսքերի մեջ կյանք կա, մի հավատացյալ կին, իր հավատացյալ ամուսնուն ասեց, շատ ես ասում ինձ Աստվածաշունչը, բայց քո խոսքերի մեջ սորություն չկա, ես զգացի Սուրբ Հոգին ոնց խոսած, Աստվածաշունչը չէ, որ մենք պիտի ամբողջությամբ մարդկանց ասենք, որ իրանք իմանան Աստված կա, հավատան, որ Աստված կա, այդ հավատքով լցված խոսքը, երբ որ արձակում ես, դա մուրճի պես փշրում անգամ ամեն կարծրացած սրտերը եւ մարդիկ թռվեն Աստծո առաջ եւ ասեն Աստված կենթանի է, Աստված իրական է, Աստված բժշկող է, Աստված կյանքերը փոփոխող է։ Հալելույա, ես հավատում եմ, որ Աստծո կյանքը մեր մեջ է եւ մենք դեռ աշխարհի համար խոսքեր պիտի արձակենք եւ կյանքի խոսքերը պիտի փոխեն մարդկանց։ Աստված իր արքայությունը կառուցում է եկեղեցու միջոցով, մեր հավատքը եւ մեր խոսքը պիտի կառուցի Աստծո արքայությունը երկրի վրա։ Մենք մտածում ենք, որ սրանք փոքր բաներ են, բայց եթե փոքր բանիներ Տերը չեն ասի, քո փրկությունը, որ շատ դժվար է, ինչը սրտով ես հավատում արդարանում եւ բերանով ես դավանում փրկվելու համար, սրտի հավատքը եւ բերանի դավանանքը, սա պիտի լինի մեր հավատքի ամբողջ կյանքով։ Ինչ է մնացել այսօր մեր կյանքի մեջ։ Տերն ասում է, արդյոք գա երկրի վրա հավատքը տեսնեմ, հա, դե ավելացնում են հավատքը, սա շատ կարևոր բան է, բայց այսօր մենք ինչ ենք խոսում, արդյոք երբ որ մենք աղոթում ենք, հա, ուրես, երբ որ դու աղոթում ես ինչ-որ քո խնդիրի համար, դու տեսնում ես քո խնդիրները լուծված, դու տեսնում ես քո հիվանդությունը բժշկված, թե ասես թե նորից աղոթեցի, նորից բան չեղավ։ Ինչա Տերը ուզում մեր կյանքի մեջ, Տերը ուզում է քո կենթանի հավատքը, որտեղից բխում է, որտեղից դուրս է գալի կենթանի խոսքը։ Ինչպես իմանանք քո մեջ կա կենթանի խոսք։ Ինչպես իմանանք, որ քո մեջ կա այդ հավատքը, որովհետև Տիրոջ խոսքի արձակումը արարեց ամեն բան եւ մենք տեսանք իր զորությունը, երբ որ քո խոսքերը զորությունով են արձակում, երբ որ քո խոսքերը փոխում են շատ բաներ, սա մի բան է խոսում։ Քո ներսում կենթանի հավատ կա։ Ինչքան էական չի։ Թեկուզ մանանեխի հատիկից էլ փոքր չա, բայց քո ներսում կենթանի հավատ կա։ Եկեք ստուգենք մեր սրտերը։ Եկեք նայենք մեր սրտերին, եկեք նայենք մեր հավատքին, եւ գիտեք մեր ամբողջ կյանքը մենք խոսում ենք Հիսուսի մասին, խոսում ենք հավատացեք, բայց մենք ամեն օր կարիք ունենք գալու եւ Աստծո առաջ եւ անալիզ անելու, Տեր, արդյոք ես հավատքով եմ ապրում։
Հավատքով մոտեցեք Աստծուն, ինչ որ հավատքով չի մեղ կա, եթե հավատաս Աստծո փառքը, ամեն բան հավատքով, հավատացյալից միգուցե այցանն է մնացել շատ անգամ մեր կյանքի մեջ։ Արդյոք կա այդ հավատքը, նորից եմ Աստծո համար շատ անգամ պետք չէ, շատ մեծ գործեր, շատ մեծ կանոններ, եկեղեցիներ, ծառաներ, եթե չկա կենդանի հավատքը։ Ինչի համար, որովհետև եթե կա կենդանի հավատքը, քո խոսքը պիտի սկսի կյանքեր արարել, քո խոսքը պիտի զորություն ունենա այս աշխարհի վրա։ Տեր, ներիր շատ անգամ մեր խոսքերը, որովհետև շատ անգամ դրանք դատարկ խոսքեր են, որովհետև շատ անգամ դրանք անպտուղ խոսքեր են, որովհետև շատ անգամ դրանց մեջ զորություն չկա։ Մենք խոսում ենք, մենք խնդրում ենք, մենք աղոթում ենք, բայց իրավիճակները մնում են նույնը։ Ես ցավով եմ սա ասում, իրավիճակները մնում են շատ անգամ նույնը։ Աստված չի ուզում, որ մենք մարդկանց ուղղակի խոսենք մի բան, որը նույնպես հուսահատություն է տալի, թերարժեքություն է բերում, անվստահություն է բերում, մեղքի դատապարտություն է բերում։ Աստված ուզում է, որ մենք մարդկանց լույս տանք։ Հավատքով խոսքը, որ նա կարող է բժշկել։ Աշխարհն է բերում թերահավատությունը մեր մեջ, որ հնարավոր չի։ Երբեմն մենք խոսքեր ենք ասում, որ կարծես թե դա մեկ ուրիշն է ասում, մարդը հանձնվում է, իրան վախի, իրան շատ անգամ անհանգստության մեջ է տեսնում, բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, դու կանչված չես մահ արձակելու, դու կանչված ես կյանք արձակելու։ Եթե դու կյանք չես արձակում, ուրեմն նայիր, ինչ որ մի բան կա այստեղ, որ պիտի քնես։ Մի դատապարտի դիմացինի եւ ասա, իմ ընտանիքի անդամն էր, նա ինձ հասցրեց։ Միգուցե այնքան էլ ինքը լավը չի։ Միգուցե ունի շատ թերություններ, բայց ամբողջ խնդիրը այստեղ է։ Ամբողջ խնդիրը այստեղ է։ Զգուշություն Արաքասի, հա, Արաքասն ասում է, եկեք այդ համարը կարդանք։ Արաքաս 4-ի 23, ինչու՞ չէ նաև 24 խոսքը, որովհետև դա շուրթերի մասին էլ ասում։ Ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը։ Հեռացրու քեզանից բերանի ծռությունը եւ նենգավոր շրթունքները թող հեռու լինեն քեզանից։ Որտեղից է գալի այդ խոսքերը։ Որտեղից է գալի այն խոսքերը, որ մահ առաջացնում։ Խոսքեր կա, որ նույն դեպի կարող ես ասել մարդուն, բայց մարդը ներվի, ընկճվի, վիրավորվի։ Բայց այդ նույն խոսքերը կարող ես ասել, որի մեջ կարա սեր լինի, ջերմություն լինի, կյանք լինի։ Բայց դու մի բան ես տեսնում, որ եթե քո խոսքը ուժ չունի, անգամ ավետարանը Հիսուսի անունով ես ասում իրան բախցնում, խնդիրը այստեղ է։ Սրտի ավեցուկից է, ինչ անում, մարդը խոսում։ Աստծո խոսքը նաև ասեց դրա համար, որ ամեն մեր խոսքերի համար ինչ պիտի անենք, պատասխան պիտի տանք։ Քո խոսքերից պիտի դատվես։ Ամեն դատարկ խոսքի համար պետք է պատասխան տաս։ Մատթեոս 12:34 Բերանը սրտի ավեցուկից է խոսում եւ 36 համար, բայց ասում եմ ձեզ, ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը պիտի պատասխան տան։ Բայց Հիսուսն ինչ էր խոսում։ Այն բաները, որ ես ձեզ խոսեցի, հոգի եւ կյանք։ Այն բաները, որ ես ձեզ խոսեցի, հոգի եւ կյանք են։ Ձեր խոսքերը Տերը նույնն է ասում, թող շնորհքով, ձեր բերանի մեջ խոսքը թող շնորհքով համոզված լինի։ Շնորհքը, Տիրոջ շնորհքն է փոխում մարդկանց։ Մեր բերանի վրա Տիրոջ շնորհքը, եթե պակասում այդ շնորհքը, պակասում է զորությունը։ Եթե չկա զորությունը, սա նշանակում է, որ մեր սրտի մեջ չկա հավատքը։ Ուր ենք գնում ենք, որտեղ ենք շարժվում ենք, ինչ է մեր նպատակը, եթե չունենք հավատք։ Եթե պակասը հավատքը մեր սրտի մեջ, որովհետև առանց հավատքի մեռածները չեն կարող կենդանանալ, որովհետև առանց հավատքի հիվանդները չեն կարող բժշկվել, որովհետև առանց հավատքի մարդիկ չեն կարող ապաշխարել, որովհետև առանց հավատքի մարդիկ չեն կարող ազատագրվել, որովհետև առանց հավատքի քո խոսքը չի փոխի աշխարհում իրավիճակները, բայց ես եւ դու պատասխանատու ենք մարդկանց համար, մեր շրջապատի համար, որ հավատքով բարձրացած աղոթքը եւ հավատքով արձակած խոսքը, դավանանքը փոխի մեր շրջապատը։ Քո խոսքը ազդեցություն ունի աշխարհի վրա, քո խոսքը զորություն ունի աշխարհի վրա։ Եկեք ասենք ամեն, ամեն դեր մենք փառք ենք տարի քո խոսքի համար։ Կյանքի խոսքը պահեք, Ֆիլիպպեցիս 2:16 բռնեք կյանքի խոսքը, հալելույա։ Աշխարհը Հովհաննեսն ասում է նրանք, ովքեր աշխարհից են,
ինչ որ ունեն նրանից են խոսում։ Բայց մենք որտեղից ենք խոսում։ Որտեղից է գալի աղբյուրը։ Արդյոք կա իրական կենդանի հավատքը, որ փոխի։ Երբ մենք շատ անգամ աղոթում ենք, սրտով ուրիշ բան ենք զգում, բերանը ուրիշ բան ենք ասում։ Եվ ինչ շատ անգամ մեր աղոթքները չի պատասխանում։ Մեր խոսքը, ամենական աղոթքը չի պատասխանում ինչի համար, որովհետև նորից եմ ասում, այստեղ հավատք չկա, դեռ ասես գամ արդյոք ձեր սրտի մեջ հավատքը գտնեն, ձեր կյանքի մեջ հավատքը գտնեն, հավատքով արձակած խոսքն է, որ պիտի փոխի շատ բաներ մեր կյանքի մեջ, հալելույա։ Փառք Տիրոջը դրա համար, ու ես օժնում եմ Տիրոջը եւ ասում եմ Տեր, իսկապես մեր բերանին զորավոր խոսք դիր, մեր բերանին կյանք տվող խոսքեր դիր, որովհետեւ մեր խոսքերը պիտի փոխեն աշխարհը, ամեն, Հիսուս Քրիստոսի անունով, մենք պիտի տարբերվենք աշխարհից։ Եվ մի փոքր առաջ գնանք ժամանակի առումով, ես կուզենայի խոսել իհարկե բացական, նաև խոսքերի վերաբերյալ, որ շատ անգամ մեր խոսքերը փոխարեն է կյանքի բացական ազդեցություն են ունենում եւ մարդկանց մեջ ավելի հիասթափություն, անհաշտություն, անխաղաղություն, բայց եկեք մի փոքր առաջ գնանք եւ խոսենք աղոթքի մեջ խոսքերի մասին, որ խոսքը նաև աղոթքի մեջ պիտի կյանք ունենա։ Երբ որ Հիսուս օրինակ բերեց աղոթքի մասին, ասեց եւ աղոթք անելիս շատախոս մի եղի, շատախոս մի եղի, ինչպես հեթանոսներն են կարծում, որովհետև նրանք մտածում են, թե իրանց շատ ինչի խոսք, շատ խոսքերի պատճառով ինչ կանեն, Աստված կլսի, Աստուն լսելի կլինեն։ Նախորդ խոսքում ինքը օրինակ է բերում ճիշտ աղոթքի մասին եւ ասում մտիր քո ծածուկում, չէ, որովհետեւ Աստված ներքին սենյակում, որովհետեւ Աստված նա հիմա ծածուկում, ի՞նչն է ծածուկը։ Սիրտը, որտեղ Աստված տեսնում արդյոք կա հավատքը, որովհետեւ հավատքով արձակած կենդանի խոսքն է, որ փոխում է շատ բաներ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, եկեք իսկապես նայենք ինչ ենք խոսում, ինչ ենք բարձրացնում երկինք։ Ես ինքս եմ շատ անգամ աղոթներ արել, որոնք անպտուղ եւ դատարկ են։ Ես ինքս շատ անգամ լսում եմ իմ կողքինին, որ շատ անգիրարած գեղեցիկ աղոթք ասում։ Հիսուսը շատ անգամ աղոթքի օրինակ վերով երկու հոգի էր բերում։ Ես մեկը ասենց աղոթում նայեք, բայց Տերը չի լսում, մեկը ամենած Տեր ների մեղավորից հավատար։ Նայր ինչ ես խոսում, քո խոսքը կարևոր է Աստծո առջև։ Աստված շատ բաներ շարժում է քո խոսքի միջոցով։ Աստված շատ բաներ տալիս է քո խոսքի միջոցով։ Քո խոսքը իշխանություն ունի ամեն բանի վրա։ Քո խոսքը շարժում է Աստծուն։ Քո խոսքը բերում է Աստծո ներկայությունը երկրի վրա եւ քո խոսքը փառավորում է Աստծո անունը։ Եթե այսօր մեր խոսքերը մենք տեսնում ենք իսկապես անպտուղ են, չկա նրանց մեջ զորություն, չկա նրանց մեջ կյանք, եկեք վերադառնանք աղբյուրին, քո սրտին, զգուշություն արանք քո սրտին, կյանքի երկնային տեղից է։ Իրապես գալու ապաշխարության եւ ասելու Տեր, ես ասում եմ իմ ընտանիքի անդամին մի բան, բայց ինչի համար իսկապես տեսնում տրտմություն։ Միգուցե ինքը չի խնդիրը, միգուցե իմ սիրտն է խնդիրը։ Եվ մտածում եմ, ես խոսքեր եմ ասում, որ պիտի կյանք տա, բայց մարդիկ իմ խոսքերով ավելի վատանում են, ավելի փոխում են, ավելի հակառակում են, ավելի թշնամություն են, բայց մեր խոսքերը պիտի թշնամություն հեռացնի ամեն։ Մեր խոսքերը պիտի մարդկանց կոտրվածը գճված սրտերը բժշկի։ Ինչի համար այսպես կատարվում։ Եկեք իսկապես ուշադրություն դարձնենք մեր խոսքերին։ Խոսքը դա Աստծո պարգևն է, որ տվել է մեզ։ Մենք համր չենք, մենք խոսք ունենք։ Որոշները բերանով ասում են պիղծ բաներ, որոշները բերանով ասում են դատարկ խոսքեր, բայց Աստծո ժողովուրդը իր շուրթերի վրա կրում է Աստծո խոսքը։ Աստծո ժողովուրդը իր ներսում ունի կենդանի Աստծո ներկայությունը։ Ինչ է բխում քո աղբյուրից։ Դարը թե քաղցր։ Խոսքերը ջերմաչափ են այն ինչ որ կա քո սրտի մեջ։ Խոսքերը ցույց են տալի այն ինչ որ կա քո սրտի մեջ։ Գոռա բղավի ես հավատացյալ եմ։ Շատ աշխարհի դրսիկ մարդիկ ասում են որ գիտես դու ես հավատացյալ եւ այդ քո կողքինն է։ Բայց այդ մարդիկը կյանքը չի համապատասխան։ Բայց երբ որ քեզ են լսում, քո խոսքերն են լսում, մենք սկսում ենք փոխվել, մենք հավատում ենք որ Աստված իրական է։ Մենք հավատում ենք, որ Աստված կենդանի է։ Ինչու համար երկու հոգի խոսում են Աստծո մասին, բայց մեկը հեռանում է Աստծուց, բայց մեկը գալիս է Տիրոջ տուն, Աստծո տունը, եկեղեցի։ Բարի գալուց նրանց, ովքեր այսօր եկել են Աստծո տունը առաջին անգամ, Աստծո ժողովուրդն ասում է, ձեր տունն է, Տեր օժնից ես։ Ես ուրախ եմ, որ շատերը այսօր առաջին անգամ այստեղ են, բայց մենք ենք, որ պիտի մեր խոսքերով մարդկանց վերենք դեպի Քրիստոսին, Աստծո արքայությունը շինենք եւ կառուցենք։ Ինչ են անում քո խոսքերը։ Նրանք արձակում են մահ, թե արձակում է կյանք, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ ես եւ դու կանչված ենք
արձակելու խոսք, որը կյանք կտա յուրաքանչյուր մարդուն, ամեն, քո խոսքերի մեջ զորություն և կյանք կա, և եկեք վերջակետում խոսեմ նորոգվելու մեր ներքին սենյակում, որտեղից իսկապես պիտի դուրս գա զորության խոսքը, նորոգվեց ծածուկում, որտեղ մեր սիրտը կնորոգվի, Դավիթը հաճախ ասում էր, Տեր, պատրաստիր իմ սիրտը, պատրաստիր, գիտես ինչի, որովհետև մենք ընդամենը Աստծո անունը տալով չենք մտածում, որ մեր սրտի մեջ կա բաներ, որ պատրաստված չի, որտեղից է ծնվում, որտեղից է բխում հավատքը, եթե որ սրտից, ինչն է իսկապես իր կյանքի մեջ արտադրում հավատքը, եթե որ սիրտը բերելու Աստծո առաջ ծածուկը, որտեղ Աստված տեսնում է, եւ երբ որ քո հավատքը նորոգված է, հաստատ իմացի, այն խոսքը, որ դու հավատքով արձակում ես, իսկապես զորություն ունենալու կյանքերի վրա, հալելույա Տիրոջը, խոսքը իսկապես կշարժի երկրի վրա Տիրոջ հոգին, որովհետև հոգին, ասում է, ուղարկում ես եւ ամեն բան ստեղծվում է, մինչև կխոսենք մարդկանց Աստծո մասին, մինչև կպատմես մարդկանց, շատ կպատմես, հրաշքների մասին մենք կարիք ունենք հրաշքը տեսնելու մեր սրտի մեջ, մենք կարիք ունենք փոփոխությունը տեսնելու մեր սրտի մեջ, որովհետև երբ որ կա փոքրիկ, մանանեխի ատիկից չափից փոքր էլ անգամ հավատքը, ես ուզում եմ քեզ շնորհավորել, դու կենդանի հավատք ունես եւ քո խոսքը ազդելու է շատ բաների վրա, ուրեմն կենդանացրու քո հավատքը, առանց հավատքի ոչինչ մի խոսի, առանց հավատքի ոչինչ մի արա, առանց հավատքի մի կանգնիր ուղակի քո Տիրոջ առաջ եւ ասա Տեր, ես խեղճ եմ, Տեր իմ հավատք, Տեր նորոգիր իմ սիրտը, ես ուզում եմ հավատքով ապրել, ես ուզում եմ հավատքով խոսել, ես ուզում եմ հավատքով արձակեմ ամեն մի խոսքը եւ իմանամ վստահ, որ քո խոսքն անելու, քո խոսքը արդեն ուղարկված է եւ մնացածը քո աշխատանքն է, Սուրբ Հոգի արարիր, Սուրբ Հոգի փոխի, ոչ թե իմ երկար բառերով, այլ հոգու զորությունով պիտի հրաշքը կատարվի այդ մարդու կյանքում, ամեն, հալելույա Տիրոջը, երբեմն մենք խոսում ենք Աստծո զորություն կամ բժշկություն, բայց շատ անգամ ծածուկի մեջ չենք, ներքին սենյակում չենք, յուրաքանչյուր հավատացյալ իսկապես պիտի ունենա իր ներքին սենյակը, մեր խոսքը հզոր չէ, շատ թույլ է, շատ թույլ ազդակ է, այսօրվա մեր շրջապատի մարդկանց համար, Աստծո գործելակերպի համար, եթե իսկապես այդ ճշմարտության մեջ չկա կենդանի հավատքը, հազար ճշմարտություն ասա, բայց եթե այն առանց հավատքի է, այն երբեք զորություն չի ունենա, Աստված ուզում է, որ հավատքը կենդանի լինի, մենք գիտություն կսփռենք մարդկանց կյանքերի վրա, ուզում ես ամբողջ Աստվածաշունչը ընթերցի, շատ լավ իմացիր Աստվածաշունչը, լավ հանրագիտարան ունեցիր, բայց դու մարդկանց կտաս ընդամենը գիտություն, բայց ոչ փրկարար հավատ, բայց ոչ կյանք, բայց որ իսկապես ապաշխարություն, ոչ բժշկություն, եթե քո խոսքը հավատքի միջոցով չի։ Աստված ուզում է, որ մեր խոսքերը լոկ ունայնություն չլինեն, մեր քարոզությունը լոկ ունայնություն չլինի։ Հիսուսի անունը ուղղակի դատարկ չվերցնենք մեր շուրթերին։ Շատերն ասում են իր Հիսուսի անունը, ինչով ենք տարբեր մենք մյուսներից։ Շատերը իրենց հարցերը ուզում են որոշեն շատ փողերով կամ ուրիշ հարցերով, ինչով ես տարբեր ուրիշներից, ինչ ունես, որ տարբերում է քեզ մյուսներից, ինչ ունես, որ ավելի զորավոր է, ինչ ունես, որ մարդիկ փողով չեն կարող անել, ինչ ունես, որ խելացի մարդիկ իրենց մտքով չեն կարող լուծել, սրտի հավատքը եւ խոսքը, որ հավատքով դուրս է գալի այս աշխարհը, եւ վերջին խոսքն ուզում եմ ասեմ, ներքին սենյակում միայն մենք կարող ենք սովորել խոսել հավատքով։ Միայն ներքին սենյակում, որտեղ Աստված է, փառքի Աստված է, կենդանի Աստված է, սրբող Աստված է, բժշկող Աստված է, այն ամեն ինչ, որ կա այդ ներքին սենյակում տապտում, դու մի բան ես սովորում, հավատալ, վստահել 100% նրան։ Եվ այն խոսքը, որ դու ասելու ես, դա դուրս է գալի կյանքի գաղտնարանից, որտեղից լցվել ես եւ այդ աղբյուրը գնում է մարդկանց եւ բժշկում է։ Հիշում ես սկզբից ինչ ասեցիր քո կողքինին։ Հիմա թեկվիր եւ քո կողքինին նույն բանն ասա։ Սքանչելի կյանք ունես քո ներսում։ Սքանչելի կյանք։ Հավատա ինչ որ ասում է, խոսքը իշխանությունը։ Սքանչելի կյանք ունես քո ներսում։ Սքանչելի կյանք ունես քո ներսում, սքանչելի կյանք ունես քո ներսում,
Այսօր սարեր ունենք մեր կյանքում, այսօր խնդիրներ ունենք մեր կյանքում, եւ ինքան Հիսուս Քրիստոսի անունով ես հրավիրում եմ, որ կանգնենք ոտքի եւ մենք այսօր շարժենք այդ սարերը։